Ես չգիտեմ, չեմ տեսնում, ես միայն քաղաքական այստեղ քայլեր եմ տեսնում ձեր կողմից, կառավարության կողմից իրականացող, եթե դուք ձեր մոտեցումը որպես հայաստանյան քաղաքացի եք արտահայտում, դա ձեր անձնական մոտեցումն է։ Ուղղակի սա ներառված է հայաստանյան կառավարության հնգամյա ծրագրում եւ ակնհայտ իր մեջ հակասահմանադրական տարեր է պարունակում եւ տեսեք այդ եկեղեցու մասով այս հարցակումները սկսվեց եւ կարծեմ ամենահայոց կաթողիկոսը Ժնևում էր բարձրացեց Արցախի մշակութային պահպանության հարցը եւ քիչ առաջ դուք էլ ձեր ելույթում ասեցիք որ կան հոգեվորականներ ով ուղիղ ցուցումով պատարակների ժամանակ Արցախի մասին են խոսում այսինքն եթե եկեղեցին սա չաներ ես ենթադրում եմ որ միգուցե դուք ես արշավը եկեղեցու դեմ ձեր ասած ճակերտավոր բարենորոգման ծրագիրը չիրականացնեք, այսինքն ակնհայտ քաղաքական, ձեր քաղաքական, չգիտեմ, գծից շեղվելու տարեր եմ տեսնում, շնորհակալություն։ Շատ լավ, եթե ուզում եք հարցի, այսպես ասած, կանոնակարգային տրամաբանության մեջ մտնենք, այդ նույն եկեղեցին եւ պետությունը անջատեն, ինչ իրավունք ունի եկեղեցին խառնվի քաղաքական process-ների մեջ, մի հատ էլ վարչապետի հրաժարական պահանջի կամ քաղաքական գործունեություն ծավալի, մի հատ էլ վեղարով դուրս գան ցույցեր անեն, կոչեր անեն, բաները ինտերնետը անջատեն, կայքեր բան անեն, կոտրեն եւ ինչ գործ ունեն իրանք քաղաքականության մեջ։ Պետք է հստակ ընտրել։ Ասում հնարավոր չի երկու բանի ծառայել, տիրոջ ծառայել։ Պետք է ընտրեն հոգեվոր թե քաղաքական կյանք, բայց իմ կարծիքով եւ ակնհայտորեն այդ երբ որ այդ գիծը հատել ես էլ վերադարձ չկա այսօր ման եկեղեցու վերնախավի մի հատվածը առնվազն իրանք քաղաքական կուսակցություն են եւ քաղաքական ձեր շարժման մասնակիցներ են իսկ Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր ավարտեք վերջացրեք Դմփոց այդ փաստը չի կարա ջնջի, հասկանում եք, Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի։ Վերջ։ Խնդրում եմ դմփացնեն նրանք, ովքեր չգիտեն եւ չգիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ։ Հա։ Ապացուցվեց ակնհայտը, մարդիկ ճշմարտության հետ խնդրեմ ունեն։ Պարոն Մանուկյան, լրեք մի հատ, Կտրիչ Ներսիսյանը պետք է հանգիստ թողի վերապահի։ ավարտեք, Ասենք եթե դες համար սիրուհի ունեցող վեհապարը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյա ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է, պիղծ է ձեր վեհապարը, պիղծ է։ լրեք, ներողություն, ավարտվեց այս հարցը։ Ասենք եթե դուք խնդիր չունեք, որ մայր աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմփացրեք ինչքան ուզում եք, դմփացրեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ նախազգուշացնում Ես ինչքան գիտեմ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ, նույնիսկ եկեղեցում չկան, երեխա ունենալու մի մեթոդ կա, այդ սեռական հարաբերություններն են։ Բան կուսակրոնություն եւ ընդ որում ես կարծում եմ որ բոլոր այդ գիծը հատած հոգեվորականները պետք է հեռանան հոգեվոր ամենայն հարգանքով ես չեմ դատապարտում ոչ մեկին բայց իրենք կատարել են իրենց ընտրությունը թող տեղափոխվեն աշխարհի Պարոն վարչապետ անցնենք հաջորդ հարցին ինձ թվում է բոլոր պատասխանները տրված են